Ավելի հյուրընկալ է դառնում Գյումրին։ Հանրապետության երկրորդ քաղաքում բացում է հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան Լոզանի հյուրընկալության դպրոցի հետ համագործակցությամբ։ Գյումրին այսօր մշակույթի քաղաք է, երիտասարդի քաղաք է, ուրեմն ինչպես ուր գնահատել ուրիշ քան թե Գյումրի։ Շվեյցարական չափանիշներով Գյումրիում կրթություն ստացածներն ավելի մրցունակ կլինեն հայկական ու միջազգային туриզմի աշխատաշուկայում։ Իր խիստ ակադեմիական ծրագրով, բայց եւ նորարարական մոտեցումներով հայտնի Լոզանի հյուրընկալության դպրոցը 130 տարվա պատմություն ունի։ Այս դպրոցը զվիցերիական ԵԱՇ դպրոցը աշխարհի թիվ 1-ն է այս ոլորտին մեջ։ 240 ուսանող կունենա հյուրընկալության ակադեմիան։ Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Թուրքիայից, Հայաստանի տարբեր մարզերից։ Նրանք կսովորեն հյուրանոցային վարչարարություն, ռեստորանային սպասարկում, խոհարարական արվեստ։ Ուսուցումը կլինի բացառապես անգլերեն։ Ուսանողների փոխարեն կվճարեն գլխի բարերարները։ Բարերարներն նաև կառավարությանը հայտարարել են, որ յուրաքանչյուր մարզերում 3 տարի աշխատելու պայմանով ուսանողներ մենք կարող ենք ներգրավել process-ի մեջ, ամեն ուղղությունով 1 ուսանող։ Դեռ 2 տարի առաջ Գյումրիի ավականու որոշմամբ ակադեմիային հատկացվեց Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը, որը կադաստրային փաստաթղթով պատկանում էր Շիրակի երկրագիտական թանգարանին։ Բայց քաղաքի կենտրոնում գտնվող ու բիզնեսմենների համար համեղ պատառ համարվող շենքի փոխարեն ակադեմիան իր գործունեությունը սկսում է մեկ այլ հասցեում։ Այս պահի դրությամբ Լոզանի հյուրընկալության ակադեմիան թույլատրել է գործունեությունը իրականացնել Ապրիկոտ հյուրանոցում։ Գյումրիի հյուրընկալության ակադեմիայում նախատեսվում է ուսանողների թիվը հասցնել 1000-ի 2 տարվա ընթացքում։ Դրանից հետո միայն ներդրողները կորոշեն իրենց հատկացված շենքը հիմնանորոգ է, թե ոչ։ Մինչ այդ շենքի դռները կմնան կողպված։ Այն դեպքում, երբ նույն շենքում երկրագիտական թանգարանի տեղակայման համար նախագիծ էր կազմվել ու ծախսվել էր 15 միլիոն դրամ։ Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։